Ծանր պարկը, բուլղարական ժողովրդական հեքիաթ։ Ձեր գյուղացին վերադարձավ ջրաղացից։ Նա սայլը, որի վրա մի մեծ պարկ ալյուր կար, կանգնեցրեց դրան առաջ և որդուն ձայն տվեց. «Պետր, Նիկոլայ եղբորդ կանչիր, եկեք այս պարկը վերցրեք տարեք տուն, շատ է ծանր»։ Ջրաղացում 3 մարդ օգնեցին, մինչև որ բարձրացրին սայլի վրա ալյուրը։ «Հիմա իջեցնելն էլ ձեզ է ընկնում, չէ՞ որ դուք առողջ տղաներ եք, գլուխ կհանեք»։ Պետրը գնաց եղբոր հետևից, բայց պարզվեց, որ նա բակում չէ։ «Ինչու ինքս չտանեմ», մտքում ասաց նա, «նրանից էլ լավ առիթ ցույց տալու համար հայրիկին, որ ուժեղ եմ»։ Նա մոտեցավ սայլին, ցատկեց վրան, 2 ձեռքով բռնեց պարկն ու մեջքին զարկելով ուղղվեց դեպի տուն։ Գնաց, բայց ոտքերն այնպես էին ծալծլվում, ասես մեջքինը ոչ թե ալյուր էր, այլ երկաթ։ Հազիվ էր ոտքը շեմից ներս դրել, երբ դեմ առավ և ամբողջ հասակով մեկ փռվեց գետնին, մնաց պարկի տակ։ Ծերունի հայրը մոտ վազեց ու հարցրեց. «Շատ ցավեց տղաս»։ «Օ, մի հարցնի հայրիկ, ոսկորներս ջարդվեցին», ասաց Պետրը մի կերպ դուրս գալով պարկի տակից։ Տղաս, գլուխն օրորեց հայրը, ապա ես քեզ չասացի եղբորդ կանչես։ Հիմա հասկացար, որ մի ծաղկով գարուն չի գա։